Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք հունվարի 22-ին ժամը 7-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում New Generation Project-ի նախաձեռնությամբ կկայանա հոբելյանական համերգ, նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանի 105-ամյակին, որի ընթացքում տաղանդավոր արտիստների կատարմամբ կհնչեն Բաբաջանյանի ամենահայտնի եւ սիրված ստեղծագործությունները, ովքեր են մեր հյուրերը Կարեն։ Իսկ մեր հյուրերն են տաղանդավոր մարդիկ, երգչուհի Անուշ Բադալյանը, բարի լույս, եւ երգիչ Տիգրան Քախվեջյանը։ Լույս Արավոտի։ Ինչպես ենք։ Լավ, շատ լավ, շատ բարձր տրամադրությամբ, որը դուք ցենց ակնհայտ փոխանցում եք մեզ։ Շնորհակալ ենք շատ։ Դուք չեք հավատա, հյուրերից էլ է շատ բան կախված։ Օրինակ, մեր հեռուստադիտող օրինակ նայում է, որ մենք տենց որ հա սիրուն ժպտուն բանցես, բայց մարդկանցից շատ բան։ Երբ որ մտնում են մեր տաղավար, իրենց էներգիայից ամենից գացում է։ Այո, շնորհակալություն ձեր էներգիայի համար, որ բերել եք։ Լավ երաժշտություն սիրող մարդիկ չեն կարող լինել վատը, համաձայն եք։ Ես այդպես եմ կարծում։ Այո, նաև համաձայն եմ նրանց է գալիս, որ թերապիա է երաժշտությունը բոլորիս համար, եթե լավ թերապիա ենք կիրառում այդ օրը, ապա տրամադրությունն էլ լինում միանշանակ լավ է։ Այո, դե շատ լավ թերապիա է սպասվում բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր որ հունվարի 22-ին ժամը 19-ին ներկա կգտնվեն այս ֆանտաստիկ համերգին, այ հետաքրքիր է։ Նախ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր արտիստի համար կապ չունի, որ երրորդ անգամ են բեմ բարձրանում, այդ բեմ բարձրանալը միշտ շատ կարևոր է, պատասխանատու, կա լարվածություն, Անահիտներ, եկջույն դա էլ կփաստի, կա լարվածություն, բայց երբ որ օրինակ դու բարձրանում ես բեմ եւ Արնո Բաբաջանյանի 105-ամյակն է, դա ավելի պատասխանատվություն է մեծ առաջացնում, չէ՞, ու ավելի մեծ լարվածություն, դա այդպես է թե ոչ։ Այո։ Կարող եմ ասել այո, միանգամայն։ Միշտ պատիվ է կատարել Արնո Բաբաջանյանի երգերը, ստեղծագործությունները պիտի ասեմ, շատ լուսավոր լինում է, որ տեքստը մի քիչ տխուր բնույթի է, մանավանդ ռուսական տեքստերը, բայց այնքան լուսավոր են իր երաժշտությունը, այնքան գեղեցիկ երգեր են, որ միշտ լցվում ես սենց ուրիշ էներգիայով, չգիտեմ մեր հայրենակիցն է իր գրած երգերն է դրանից է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ բացի նրանից, որ լարվում ես, որ կատարում ես իր երգերը, որոնք շատ են հնչե, որոնք շատ են ճանաչում, հանդիսատեսը լավ գիտի, պետք է ճիշտ կարողանաս մատուցել, այսինքն չհիասթափեցնել հանդիսատեսին, բայց նույն ձևեր նաև էներգիայով ես լցվում իր երգերը կատարելուց։ Լիցքավորվում ես։ Հենց ասեցիք կան գործեր, չէ, որի տեքստը տես մի փոքր ավելի տխուր է։ Իմ մոտ մի անգամից եկավ Վերնինյա մուզիկու ստեղծագործությունը ու այդքան սիրուն երաժշտությունն ու տեքստը, որ այսպես միաձուլված են, իմ կարծիքով չկա։ Չնայած որ եթե Արո Բաբաջանյանի ամբողջ բոլոր ստեղծագործությունները համերգի մեջ ներառենք, երևի մի շաբաթ համերգը կտևի։ Հա, միանշանակ ու որ նշեցիք ինչով է հենց պարտավորեցնող, առհասարակ ոչ միայն Արնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, մեր բոլոր հայ մեծ կոմպոզիտորների ստեղծագործություններին, որ դու պատասխանատու ես մոտենում ու բարդությունը կայանում է նրանում, որ դու ոչ միայն երգ ես այդ բանը ներկայացնում, այլ մի մեծ դարաշրջան կամ տարիներ կամ սերունդների կյանք իր էմոցիաներով, ապրումներով դու վերադարձնում ես փաստացիորեն մարդկանց իրենց երիտասարդությունը, իրենց մանկությունը Մարդիկ, որոնք այդ երգերի տակ իրենց սիրելի ֆիլմերն են դիտել կամ քայլել են իրենց սիրելի քաղաքով, փողոցներով ու դու բերում ես այդ ամեն ինչը նորից վերադարձնում ես, դա պարտավորեցնող է ու բնականաբար աշխատում ենք կատարելուց չշեղվել եւ հենց մաքուր մեղեդին այնպես ինչպես որ գրվել է ներկայացնել։ Իսկ Արնո Բաբաջանյանի ստեղծագործություններից որ ստեղծագործությունն է հատկապես ձեզ համար ամենաանձնայինը։ Անձնայինը չեմ կարող տենց նշել, բայց սիրելիները շատ են։ Այս դեպքում ես համերգի ընթացքում կատարելու եմ նաև Վերնինյա մուզիկուն, որը նշեցիք, որը իսկապես ֆանտաստիկ ստեղծագործություն է, Շատ եմ սիրում տրամադրության առումով Կրուժուտ Գոլովու Միմոզան, որը Տիգրանը արդեն կկատարի, շատ դե նախ ֆիլմը արդեն շատ ջերմ է, Հարսնացուն հյուսիսից,
ու սիրում եմ, այո, այդ ստեղծագործությունները շատ են։ Բոլորն էլ իրենց տեղն ունեն ու տարբեր են։ Ընդհանուր 15 գործ են ներառված համերգում, եթե համերգային ծրագրում, եթե չեմ սխալվում, վստահ եմ ընտրությունը շատ բարդ ու դժվար է, երկար է տևել, որովհետև անհնար է տենց ինչ որ հստակ ինչ-որ մի քանի երկ առանձնացնել կամ երաժշտություն առանձնացնել, ասեմ ისე, մնացածը պետք չէ, բոլորն էլ ֆանտաստիկ են։ Իսկ դուք որ գործ եք երգելու։ Ես երգելու եմ Պազավի Մինյա, հայերեն թարգմեն Կանչիրին, Միմոզան, ինչպես Անուշը նշեց, հայտնի ֆիլմից, եւ Սուջբան, իմ ամենասիրելի երգերից մեկը, չնայած որ Պազավի Մինյան եմ անչափ սիրում, չգիտեմ տեքստից է, թե երաժշտությունից է, ուրիշ ձև եմ զգում, փորձում եմ ինքս չհուզվել, այդքան շատ եմ սիրում այդ երգը, երևի շատ ավելի տեքստից է, երբ որ շատ ես կենտրոնանում տեքստի վրա ու փորձում բառերը հասկանալու, վերապրել, միգուցե դա է, որ ավելի շատ հակված եմ Պազավի Մինյային, որպես իմ ամենասիրելի։ Իսկ ձեր կարծիքով ինչ են տալիս երիտասարդներին այսպիսի համերգները։ Ամենաառաջինը տալիս են ճանաչողականություն, ինքնաճանաչողականություն։ Մեր երգերը, ես նշեցի, որ միայն երգ չես այդ բան ներկայացնում ես մեր կենսագրական այդ տարիների, իսկ մենք շատ լավ պաշար ենք ունեցել երաժշտական ու լավը, որ հիմա շատ են անդրադառնում մեր բոլոր ստեղծագործությունները տարբեր մշակումներով, թե ջազային, թե ավելի փոփ մշակումներով, ամեն դեպքում հասանելի են դարձնում նոր սերնդի համար ու դա շատ լավ է։ Համերգին լինելու են շատ մեր մյուս այլ ընկերները, գործընկերները, Հայկը Պետրոսյան, Սրփուկը, Արամ Մելիքյան, բայց նաև եկեք չմոռանանք Արմսթրոնգի մասին, հա, որովհետև Արմսթրոնգը իմ կարծիքով շատ մի ուրիշ տես գույն է հաղորդելու այս համերգին, որովհետև սովոր ենք մենք Արմսթրոնգին լսելու, տեսնել Լևոնին Այվազյան առանձնատուկ շնորհակալություններ, եթե ինքը փոքրիկ է դա հիմա կամ քնած է, չնայած պապաները ժամին քնած չեն լինի, բայց դե միշտ սովոր ենք լսելու տեսնել ջազային, տես գժական ոճում, դիքսի ոճում ու ես կարծում եմ, որ ինչպիսին որ կան ստեղծագործությունները Արնո Բաբաջանյանի, նրանք հենց այդպես էլ մատուցվելու են, բայց մի տեսակ սինթեզ է լինելու ջազի, ինչը ես մաքսիմալ ուզում եմ փորձել հասկանալ այն ինչ թույն գործեր է ստացվելու Արմսթրոնգին իմանալով, վստահ եմ, որ բոմ համերգ է լինելու։ Իմանալով, որ դուք Արմսթրոնգի մի մասնիկ եք եւս կազմում, այլ ուրիշ ոչ մեկ չկա Արմսթրոնգից, այստեղ խնդրեմ Արմսթրոնգի անունից դուք խոսեք, այ ինչ է ձեր համար սա, որովհետեւ կարծում եմ Արմսթրոնգի համար եւս սա մեծ ու կարևոր պատասխանատու համերգ է։ Շատ, այո, սա ավելի ընդլայնված կազմն է։ Armstrong Dixie-ով ենք մենք հիմնականում ներկայացել ու ավելի Dixieland-ային ջազ ենք ներկայացրել, նաև անդրադարձել ենք բնականաբար հայ կոմպոզիտորներին։ Այս դեպքում ավելի ընդլայնված կազմով ենք ներկայանալու ու բոլոր մշակումները մեր գեղարվեստական ղեկավարինն են, Դեյվ Գյոդակյանինը, որը նաև կոնտրաբասահարն է մեր խմբի ու այո, շատ ճաշակով, շատ չփոխելով, կրկնվում եմ, հա, չփոխելով հիմքը, փոքր շտրիխներ ավելացնելով, այո, սիրուն մշակումներ են ստացվել։ New Generation Project-ը սիրում է այս թեմատիկ համերգները, Էլվինա Մակարյան, դե Արնո Բաբաջանյան, օրինակ, որ եւ գիտեմ Ռեյլ Չարլզի հետ էլ կապված առաջիկայում համերգ է լինելու, չգիտեմ դուք ներառված եղել է նաեւ, եղել է, բայց Հայկ Պետրոսյանի հետ, հա, ու կրկնվելու է։ Հուսով եմ, որը կկրկնվի դուք կրկին ներառված կլինեք այս համերգում, չգիտեմ ձեր համար Ռեյլ Չարլզը օքեյ է թե չէ, կերկեք ձեր Չարլզից չեմ հիշում, որ կատարած լինեմ Ռեյ Չարլզի երգերից, բայց սիրով իմ հիմքը ավելի դասական է, ես օպերային երգիչ եմ, միգուցե ինչու կարող է հետաքրքիր լինել։ Ես ինչի ասեցի ինչու New Generation-ից խոսեցի, այլ օրինակ որ արտիստն է, ոչ թե որ արտիստ, այլ որ կոմպոզիտորը կամ որ մեգա դեմքն է պետք բերել դաշտ, որը որ ցավոք սրտի կամ մոռացված է, կամ մեր երիտասարդությունը չգիտի, որի կարիքը հիմա կա, ըստ ձեզ։ Ում կարելի է անդրադառնալ։ Այո, շատ է անուններ կարելի է տալ, բայց օրինակ
ում կուզեիք որ անդրադառնային ու որի ստեղծագործությունները մեծ հաճույքով դուք կկատարեիք։ Շատ բարդ հարց է այս պահին, Թվարկեք 10, 5, մեկին մի առանձնացրեք։ Քանի որ ես նշեցի, որ հիմա շատ են բարեբախտաբար եւ շատ ուրախալի փաստով շատ են անդրադառնում մեր կոմպոզիտորներին, թե հոբելյանական համերգներով, թե առհասարակ, տենց ընթացիկ շատ երեկոներ եղան իրականում այս ընթացքում, շատ համերգներ նվիրվեցին մեր կոմպոզիտորներին, տենց մոռացված չեմ կարող ինչ-որ մեկին նշել, որ Ամերխանյանի երեկոն եղավ, Ազնավուր, շատ տենց այս բան չեմ կարող, չէ՞, նշել, երևի պետք է մի հատ լավ մտածել։ Համաշխարհային եք, չի ասում, ոչ թե հենց հայ մեծերից։ Եկեք ասենք Մայքլ Ջեքսոն, ինչ որ միքս հետաքրքիր, որ շուտվանից երևի կամ գուցե երբեք չի եղել Հայաստանում Մայքլ Ջեքսոնյան, ինչ որ կարող է ինչ որ սիմֆոնիկ ստեղծագործություններ հնչել են, տենց մի բան հիշում եմ, բայց որ երգերը կատարեն մեր հայ երգիչները, այդպիսի համերգ չեն հիշում, գուցե հետաքրքիր լինի։ Համոզում ինչ որ Ջեքսոնի միգրական Ես շատ եմ սիրում Ջեքսոնին։ Արմսթրոնգին կրկին անդրադառնանք, որովհետև համերգի կազմակերպիչներից ոչ մեկ չունենք, մենք տաղանդավոր երաժիշտների հետ շփվում ենք։ Ես կուզեմ մնա ինչ փոփոխություններ է արվում Արմսթրոնգում, երկացանկում ինչ նոր գործեր ավելեն, որովհետև Արմսթրոնգում միշտ ամեն մի գործը մյուսի ետևից սիրված է, ճանաչված է, հայտնի են, շատ լավն են ու ձեր մատուցումը, էներգետիկան, այնպես լրիվ ուրիշ գործերա կժական է։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ փոփոխություններ, նորություններ ունենք 26-ի համար։ Ինչ ունենք, նախ ունեցանք թեմատիկ համերգներ ֆիլմերից ստեղծագործություններով, հայկական ֆիլմերից, ռուսական, ամերիկյան, կլասիկ, գանձարաններից ու այդ ֆորմատով մի քանի համերգ անցավ ու շատ սիրվեցին։ Բարբերաբար թարմացվում, որտեղ ֆիլմերը շատ են եւ քիչ-քիչ թարմացնելով անդրադառնում ենք, ընդլայնելով երգացանկը, շատ լավ էր։ Մյուս թեմատիկ համերգները արդեն առանձին մենակ հայ կոմպոզիտորներ, տարբեր մշակումներով, հիմնականում ջազային։ Եվ այդպես արդեն նաև չմոռանալով կլասիկ Դիքսիլենդային մեր երաժշտությունը, ուղղվածությունը ջազային, եւս այնքան շատ են ստեղծագործությունները, որ բարբերաբար երգացանկը թարմացնելով համերգային արդեն նորությունները միշտ կան, էլի, ապահովվում են։ Շնորհակալ ենք շատ, թող այդ նորությունները միշտ լինեն ու դուք եղեք միշտ մեր հյուրեր այսպես լավ հետաքրքիր թեմաներով։ Իսկ մենք եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստաայտողին, որ հունվարի 22-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում New Generation Project-ի նախաձեռնությամբ կկայանա հոբելյանական համերգ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանի 100-ի ամբիակին, որտեղ կմասնակցեն այս ֆանտաստիկ մարդիկ, իսկ նրանք են Տիգրան Քախվեջյան եւ Անուշը Բադելյան, պլյուս Արամ Մելիքյան, Հայկ Պետրոսյան եւ Սրբուկ։ Բոմբ համերգ։ Սրճարան գնալու փոխարեն, TikTok-ում նստելու փոխարեն եւ բամբասելու փոխարեն ավելի տոմս գնեք, գնացեք Մարտավարի համերգ։ Զարգացեք, այո։